ինքը սիրեց առանց սագարգելու իր որդին տվավ որպեսի քեզ փրկի ինչ հիվանդություն ունի անոր թեմ բժշկություն պիտի վայելենք տեսնես այդ տշնամությունը ինչ եղած սպաննված ինչ անկործություն եւ ցանկի դժվար պայման կանոնց թեմ ելք պիտի գտնենք եւ քեզի ինքը ցանկ կենթանություն պիտի տա ասիկա իր փապակն է Մենք
Ողջում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում։ Պարկ ենք մենք տալիս քեզ, քո հանուն ենք, բարձրացնում ենք մեր սրտերը, ու մաշտում ենք քեզ Աստված, պարկ ենք մենք տալիս քեզ, քո հանուն ենք, բարձրացնում ենք մեր սրտերը, ու մաշտում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, մեր կյանքերն ես նորոգում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, մեր կյանքերն ես նորոգում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, մեր կյանքերն ես նորոգում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, մեր կյանքերն ես նորոգում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում։ Օրհն է Տերը, ով իմ անձս, անոր բոլոր բարիքները մի մոռնա, օրհն է Տերը, ով իմ անձս, անոր բոլոր բարիքները մի մոռնա, աններում է բոլոր մեղքեր, բժշկում է քեզ ցավից, օրհնում է քո կյանքը մահից, բզագում է քեզ պարկով, աններում է բոլոր մեղքեր, բժշկում է քեզ ցավից, օրհնում է քո կյանքը մահից, բզագում է քեզ պարկով, օրհն է Տերը, ով իմ անձս, անոր բոլոր բարիքները մի մոռնա, օրհն է Տերը, ով իմ անձս, անոր բոլոր բարիքները մի մոռնա, օրհն է Տերը, ով իմ անձս, անոր բոլոր բարիքները մի մոռնա, օրհն է Տերը, ով իմ անձս, անոր բոլոր բարիքները մի մոռնա։ Միայն ես դու, ուզում եմ ճանաչել, տեսնել
Այսօր մենք նորեն միասին մի խոսենք հայտնության գիրքեն։ Հայտնություն 13 եւ 14 գլուխներեն մի խոսենք այսօր։ Մենք անցյալ շաբաթ խոսեցանք 13-րդ գլուխը եւ 13-րդ գլուխին մեջ տեսանք գինը, որ զավակը որդիմը ծնավ եւ մենք տեսանք վիշապը եւ մենք խոսեցանք այս երկուքին մասին եւ թե ինչպես վիշապը վերջավորության գհալաձեր այդ թակավորությունն ու գայսրությունը գհալաձեր եկեղեցին եւ գուզեր վնաս հասցնել եկեղեցին, որովհետեւ շատ փարգացած էր, որովհետեւ երկնքի մեջ այլևս իրեն դեղ չեր մնացած եւ իրեն երկինքեն վար նետածեր Միքայել հրեշտակապետը Հիսուսի հաղթությամբ եւ գմնա որ մենք երկրի վրա հրեշտակի նման Քրիստոսի տեսփանի նման իրապես ճանչնանք մեր ինքնությունը Աստծմով եւ մենք ալ մեզի շնորհված հաղթությունը բերենք եւ վրընդենք մեր կյանքերուն մեջ են այդ վիշապը, այս օրվան վիշապը, այս օրվան արգելքը, այս օրվան սատանային միջոցը, որ կփորձե մեզի թեմ տնել։ Եվ այդ ուժը, որ այդ հրեշտակը ունի, նույն ուժը ես եւ դու ունենք։ Ամեն ինչ, որ մեզի խոստացված է այս քիրքի մեջ, անիկա մենք ցերկ կբերենք, որովհետև Աստծո խոսքն է, Աստված այդպես որոշած է։ Ինչպես այսպես գսեմ, հրեշտակները, որ գադարյալ եւ զորավոր արարածներ են, Աստծո խոսքին համաձայն քալելով է, որ իրենց ուժը կգործածեն։ Հրեշտակները արդեն զորավոր են, բայց իրենց հաղթությունը Աստծո խոսքին համաձայն քալելով գլա։ Եվ հետևաբար մինչև անադոր իրենց հաղթությունը Աստծո խոսքեն գախյալ գերևի եւ այդ խոսքը նույն խոսքը ինձ եւ քեզի ալ դրված է մեր հաղթությունը Աստծո խոսքին լման բռնվելուն մեջ կլա։ Անորամար մենք եւս կուքանք սորվելու այս
գլուխներեն, որ Աստծո խոսքին պետք է բռնվենք, որովհետև աշխարհի մեջ մեր ապրած ժամանակամիջոցին թշնամին չի սիրեր մեզ, թշնամին գադե մեզ, թշնամին գադե մեր դերը, թշնամին գադե մեր աղոթքը, թշնամին գադե մեր այստեղ հավաքվելը եւ ընդհանրապես այս մթնոլորտի մեջ Հիսուս անունը հռչակելը։ Եվ ինք պիտի չուզե որ մենք ուրախ եւ հանգիստ լանք, ինք պիտի փորձե ջնշումով մեզի յետ դանել։ Եվ ադոր թե մենք կգենանք միայն Աստծո խոսքին բռնված, կարևոր չէ ինչ դժվարություն եւ վիճակներ ունենք։ Ուրեմն գուքանք 10-րդ գլուխը եւ գուքանք խոսելու քազանին մասին։ Գիտնալու համար թե ով է այս քազանը եւ թե ինչ կորձեր ըրավ այս քազանը, այս քազանը երբ վիրավորվեցավ եւ յետ բժշկվեցավ, ինչ կնշանակե։ Ուրեմն 10-րդ գլուխ առաջին համարեն պիտի գարտամ, դեսա թե ձովեն քազան մգելներ, որը ուներ 7 գլուխ ու 10 եղջյուր եւ անոր եղջյուրներուն վրա 10 թակ ու անոր գլուխներուն վրա հայոյության անուններ գային։ Քազանը 7 գլուխով 10 եղջյուրով, եղջյուրներուն վրա 10 թակ ու անոր գլուխներուն վրա հայոյության անուններ գային։ Մենք տեսանք ինչպես անցած մեր նյութին մեջ հռոմեական գայսրությունը բաժնված էր շրջաններու, խավարներու բաժնված էր։ Եվ թե ինչպես այդ բոլոր խավարները ունեին իրենց գլուխները, որոնք ենթարկված էին այդ գայսրության եւ այդ գայսրությունը այդպես զորավոր էր։ Եվ գսվի որ դեսատե ձովեն քազան մգելներ։ Մեր օրինակներուն համաձայն քազանը ձովեն գելներ հռոմեական գայսրությունը ելավ միջերգրական ձովեն։ Քանի օքե հասկացավ, միջերգրական ձովեն ելավ։ Ինչպես սկսենք միջերգրական ձովեն ելավ, որովհետև ամենահատկանշական պատկերը միջերգրական ձովի մեջ եղող երգիրը ինք Իտալիան է, որ թերագղզի մնե, եղածինպես ճուրին մեջն է եւ գայսրությունը այդ դեղեն դուրս ելավ։ Եվ անոր մասին խոսած ադենը գսե քազանը ձովեն քազան մգելներ։ Պետք է նկատի ունենանք, որ մարգարեական լեզուով ձովը ժողովրդի բազմություն կնշանակե։ Հայտնություն 17-րդ գլուխ 15-րդ համարը պիտի գարտամ, ու սավ ինձի այն ճուրերը որ տեսար, որոնց վրա բորնիգը նստեր էր, ժողովուրդներ են ու բազմություններ եւ ազգեր ու լեզուներ։ Ուրեմն երբ ձովու մասին կխոսի, ձովը խորհրդանիշ է կամ օրինակ մնե այսպես բազմության կամ ժողովրդի ազգերու լեզուներու, ուրեմն անոնց մեջեն ինքը դուրս եկավ։ Ուրեմն ընդհանրապես կխոսի ժողովրդի մեջեն դուրս գալը։ Ուրեմն ով է քազանը, այդ քազանը գցե 10-րդ գլուխ 2-րդ համարի մեջ, այդ քազանը ինցի, այսինքն գեդավոր մեծ գադու հովազ, այդ քազանը ինցի նման էր, իր ոտքերը արջու ոտքերու պես, իր փերանը արույձի փերնի պես, վիշապը անոր դվավ իր զորությունը եւ իր աթորը ու մեծ իշխանություն կներկայացնե ինչպես էր անոր երևույթը գերբարանքը, ուրեմն ոտքերը արջու պես, փերանը արույձի փերնի պես եւ վիշապը, որ 12-րդ գլուխին մեջ իր մասին խոսեցանք, որ բարդվելով երկինքեն իջավ եւ որ ոգեղեն իշխանություններ, անիկա իր իշխանությունը տվավ որուն այս ձովեն դուրս եկող քազանին։ Քազանը վիշապին եղած դեղեն գելլե, ուր որ վիշապն էր հռոմեական գայսրությունը, որ թիվային ուժերով էր, նույն դեղեն ինքնալ գելլե գոր, դարբեր դեղե չելեր, նույն դեղե գելլե, քանի որ վիշապը իր իշխանությունը գուտա իրեն։ Ուրիշ մեկուն չի դար իշխանությունը, ընդհանրապես թագավորության մեջ երբ թագավորները կփոխվին, իշխանությունը կփոխվի, այդ իշխանությունը, որ ունի թագավորը, բարձորեն ուրիշ անցովը աշխատելու եւ կորձի վերածվելու համար իր փոխանակումը կունենա, բայց ընդհանրապես ամեն ինչ նույնը կմնա։ Այդպես օրինակ ամեն անգամ որ երկրի մեջ նախագահը
փոխվի, ջամփաները նոր քույն չեն ունենար, խաչմերուկներուն լույսերը նույն դարբեր քույն չեն ունենար, բադերը դարբեր չեն ներգվիր, ամեն օրենքները չեն փոխվիր, թեգուզ մաս մգարավարական օրենքներ փոխվին բետքի համաձայն, բայց բամը չի փոխվիր, գմնան ամեն ինչերը Բարձորեն նախագահը փոխվի եւ ինչ որ պետք է ավելի լավ ցևով կընթանա։ Ուրեմն իշխանությունը անցավ հինեն նորին։ 10-րդ գլուխ 5-ն 7 համարները պիտի կարդամ։ Անոր մեծ հայոյություններ եւ մեծ բաներ խոսելու փերան դրվեցավ։ Եվ 42 ամիս անոր իշխանություն դրվեցավ իր գամքը ընելու 42 ամիս իր փերանը հայոյությամբ Աստծո թեմ բացավ անոր անվանը ու անոր խորանին ու երկինքը փնագողներուն հայհոյելու այս կազանը որ այդ դեղեն ելավ այդ իշխանությունը նոր իշխանությունը այս կազանը հայոյելու ժամանակ ունեցավ, այսինքն ժամանակ եղավ, որ ինք հայոյեց հագարագությունը նրան նույնիսկ Աստծո թեմ եւ երկինքը փնագողներուն վրա իր մեծությունը խոսեցավ։ Հայոյելը ընդհանրապես ուղղակի փերանացի մերկիցած հայոյանքին պես չէ, աստվածաշնչական հայոյելը շատ անգամ նաեւ Աստծո անունը, Աստծո բադիվը, Աստված իբրև Աստված ինքզին ներկայացնելը գրնալալ։ Ուրեմն այս իշխանությունը թեև հագարակ խոսեցավ Աստծո ժողովրդին, բայց նաև ասիգա ինքն իր վրա Աստված ըլլալու, ամենագալ Աստված ըլլալու անուննալ հրճագեց եւ ակնկալեց, որ ժողովուրդը իրեն այդ ցևով ճաշտե։ Իր փերանը հայոյությամբ Աստծո թեմ բացավ, անոր անվանը ու անոր խորանին ու երկինքը փնագողներուն հայոյելու, անոր իշխանություն դրվեցավ սուրբերուն հետ բادرազմ ընելու ու անոնց հաղթելու շատ թշփախտ վիճակ մը գա, այս համարը ներկա օրերուն կգործածվի սելու համար երբ որ գտեսնեմ որ մեկը դգար է գսեն քեշ միս կար աստվածաշունչի մեջ գրված է որ սատանան պիտի կարենա հաղթել սուրբերուն այսինքն հավատացյալներուն բայց այստեղ գտեսնենք բաղմությունը գխոսի հռոմեական գայսրության ժամանակամիջոցին 75-500-ի միջև եղածը Եվ ցույց կտա ինչպես այդ օրերուն երբ եկեղեցին կբարձրանար եւ նախքան այդ գայսրության գլուխը քրիստոնեական մտածելակերպ ունենա երբ տշնամի թևերը հոգին դակավին կգարավարեին գայսրին գլուխը ինչպես ինք ժամանակվան համար իշխանություն ունեցավ այդ չար կորձերը ընելու բայց ադիգա բնավ չսեր որ այդ հավատացյալին հաղթող դերնալ կբարդվի գոր չի գրնար գոր երկրի վրա հաղթություն բերել շատ սխալ հասկացողություն մը գա եւ պետք է մենք մեր անձերը չեն թարգենք այսպեսի սխալ եւ անեծք բերող եւ մեզի հուսախապ ու դգար դարձնող խոսքերուն որովհետեւ ադոնք ճիշտ չեն սիրելիներ Մենք գունենանք ելևեջներ, գունենանք դժվարություններ, գունենանք բարդություններ, բայց ադիգա բնավ ասել չէ, որ մեզի դրված ինքնությունը եւ Աստծո մեր միջոցով կորձելը դգար է, մենք փորձառու չենք, մենք թերություն ունենք, մենք դգարություն ունենք, դակավին չհասանք հավատքով այդ մեկը առնելու, ինչպես պետք է կարելի է բացատրել, բայց ոչ մերզի դրված ինքնության թեմ, հագարակ սխալ արդահայտություն ունենալ, ինչպես հոս հիշեցի Անոր իշխանություն դրվեցավ բոլոր ցեղերուն ու լեզուներուն եւ ազգերուն վրա։ Բոլորին վրա իշխանություն դրվեցավ։ Ներոն գայսը շատ կհարմարի այստեղ ըսվածներուն, որովհետեւ ան Աստծո հայոյություն ըրավ։ Աստծո թեմ բոլոր այս ըսված բաները ցևով մգադարեց։ 120 գանքուն բարձրությամբ իր արցանը շինել դվավ Հռոմի մեջ, որբեսի մարդիկ այդ դերին մեջ զինք բաշտեն։ Մարդիկ պետք է որ իրեն բաշտեին, պետք է իրեն խունկ ձխեին։ Ասիգա ինքը ըրած էր։ Եփեսոսի մեջ գտնված են քրություններ, որոնց մեջ Ներոն գայսրը գոչվի ամենագալ Աստված եւ Փրկիչ։ Ուղագի Երևակայ է այսօր մեկի ելե եւ իսե ես ամենագալ Աստվածն եմ։ Եվ ես փրկիչն եմ, այսպես արդահայտություններ ունենա մեկը։ Գրնաս Երևակայել ինչքան ներշնչված է սատանայեն թշնամիեն, որ այսպես բանն է։ Այդ օրերուն ինքը այդ մեկը ըրավ։ Այս անձը Ներոնը շատ անկութ էր, շատ քեշ նգարակիրի դեր մարդ էր, ուղղակի գարձես թշնամին իրմով ուզածը գահայտներ եւ գահայդարարեր։ Իր ընտանիքի անդամները սպաննած էր, անխնայորեն,
իր հղի գիները սպաննաձեր, անոնց գիծով զարնելով, բզդիկները փորերնուն մեջ մերցնելով, միասերական հարաբերություն գներ բացահայտ գերբով, ասիկա գայսրներ այդ ժամանակվան մեջ, եւ ինքը միասերական հարաբերություն գներ բացահայտ գերբով։ Դղումը հետ ամուսնացած էր պաշտոնական բսակացությամբ։ Ան իր մորը հետ ազգակցական հարաբերություն հրած էր, այսինքն իր մորը հետ սերային հարաբերություն ունեցած էր, ազգաբղձական հարաբերություն ներողություն, ան իր ագրաներով գահարցագեր սերային անդամներ խածնելու եւ ատկե գախորժեր, այսպես շատ զարմանալի թիվային ուժով վարմունքներ ուներ ինքը, ան նաև շատ հաճույք կառներ, երբ գտեսներ մարդոց չարչարանքը եւ չարչարանքով սպաննվիլը։ Այս հատկությունները իր վրան էին եւ գրնաս երևակայել այսպիսի մարդումը 4 կողմ, երբ խելքը կփչե քեզի խացնելու, երբ խելքը կփչե քեզը սպաննելու, երբ խելքը կփչե քեզի որևէ մեկ տեսակ այս իր վայրակություններն մեկը ընելու, չես կնար ապահով սկալ։ Այս մարդը 31 տարեկանին ինքնասպան եղավ։ Աստծո շնորհած այս մարմինը չթիմացավ այդ թիվային աստեցության դակ Աստծո թեմ հայոյանքով, ինքզինք Աստված գոչելով, ինքզինք այս եւ այն ընելով, ինքը ուղղագիորեն 31 տարեկանին ինքնասպան եղավ։ Ուրեմն հայտնություն 13:3-ի մեջ գարտանք, որ անոր գլուխներեն մեկը մահու չափ վիրավորվածի պես էր, բայց անոր մահացու վերքը առողջացավ եւ բոլոր երգիր քազանին վրա զարմացավ։ Շատ վիրավորված էր մեռնելու չափ, բայց ինքը բժշկվեցավ այդքե եւ այդ բժշկության պատճառով երգիրը ամբողջ զարմացավ։ Մեռնելի աստիճան վիրավորվիլը գահարմարի հռոմեական գայսրության Քրիստոսի հետ 64 թվականի ժամանակներու իրավիճակին հետ։ Այդ ժամանակին որովհետև գայսրությունը շատ դժվար պայմաններով հանդիպեցավ։ Ոչ միայն Հռոմ երրորդ անգամ ըլլալով այրվեցավ, 3 անգամ Հռոմը, որ այդ գայսրության հիմն է, գայսրը հոնգը նստի եւ որպես Աստված կբաշխտվի բոլորին կողմէ, 3 անգամ այդ դեղը այրվեցավ, Ներոն գայսրին դարիներուն շուրջը գտնվող 4 գայսրերը սպաննվեցան, 3 քաղաքացիական պատերազմներ տեղի ունեցան, civil war, եւ քանիմը օդար երկիրներու հետ պատերազմներ եղան։ Այդ ժամանակաշրջանին իրենց այդ մեծությունը ուղղակի սկսավ գայսրերու մեռնիլը, Հռոմի այրիլը եւ զանազան դժվարություններ ըլլալով Երևան եկավ, որ ինչքան ինքը հիվանդոտ է գարձես հիմա պիտի այլևս գայսրությունը ինա եւ այլևս չշարունակի։ Այսպես շարունակվեցավ մինչեւ որ Վեսպասիան հանցն արավ գայսրությունը եւ ատկե ետ խաղաղություն եւ գարկ կանոն եղավ։ Ինչու այս գեդերը գսենք, որովհետեւ այս գեդերը հստակ բարձելով մենք կտեսնենք, որ հայտնության մեջ ըսվածները կորցնականորեն գադարված են եւ փաստեր ունին ուղղագիորեն հայտնված, թե այդ ժամանակներու մեջ ասպաները եղան։ Հետևաբար մենք պետք է նկատի առնենք ադոնց եղածը եւ միան չակնկալենք, որ վերջը լամե մեկ համար ինչպես քիչ առաջվանը, որ սուրբերում վրա իշխանություն մի ունենա, այլևս ասենք, որ մենք հավատացյալներս, որ նաեւ սուրբ կգոչվենք, գրնանք հալածվիլ։ Սատանան ինչպես ուզե դերնից կխաղա։ Կարող է լսեր այսպես բաներ։ Ինչպես ուզե մեզ հետ կխաղա։ Այս օրերուն ինքը զորավոր է։ Եվ այսպես բաներ միշտ կլսվի։ Պիտի գարտամ նորեն 5-ն 8 համարները անոր մեծ հայոյություններ եւ մեծ բաներ խոսելու փերան դրվեցավ եւ 42 ամիս անոր իշխանություն դրվեցավ իր գամքը ընելու։ Իր փերանը հայոյությամբ Աստծո թեմ բացավ, անոր անվանը ու անոր խորանին ու երկինքը փնագողներուն հայոյելու, անոր իշխանություն դրվեցավ սուրբերուն հետ բادرազմնելու, անոնց հաղթելու, անոր իշխանություն դրվեցավ բոլոր ցեղերուն ու լեզուներուն եւ ազգերուն վրա, անոր երկրբակություն պիտի ունեն երկրին վրա բոլոր փնագողները, որոնց անունները աշխարհի սկիզբեն իվեր մորտված քարնուգին գենաց քիրքին մեջ քրված չեն։ Ով պիտի ունե անոր երկրբակություն, անոնց անունները, որ Հիսուսի գենաց քիրքին մեջ քրված չէ, մնացածը պիտի ունենան ուժը, զորությունը, կարողությունը, որ թեմ տնեն չարին բոլոր հրամաններուն եւ պիտի չերգրբակեն։ Հետևաբար հավատացյալները պիտի ունենան զորավոր ժամանակ։
Հովանես գհայտնե թե 42 ամիս դրվեցավ, որ ինք այս չարություններն է, այսինքն 3.5 տարի, որ հայոյև սուրբերուն տեմ բادرազմն է ու հաղթե անոնց։ Ներոն գայսին հալածանքը քրիստոնյաներուն տեմ ճիշտ 42 ամիս տևեց, 3.5 տարի։ Իր բادرազմը 42 ամիս տևեց քրիստոնյաներու դեմ իր գադարած հալածանքը։ Քրիստոսի հետ 64 նոյեմբերի գեսերուն մինչև 68 հունիսի սկիզբը, որ մեր հետ ան ինքնասպան եղավ, ինքը սպանեց։ Ուրեմն բամության մեջ եղած այս դեղեցությունները նայելով մենք կնկատենք մի քանի գեդեր, թե արդեն բամության մեջ Հիսուսի ըսածին համաձայն գադարված բաներ կան, եւ թե գադարվածներուն մեջը բաներ կան, որ ավելի լավ է մեզի եւ ավելի օգտակար է մեզի նկատի առնել, որ չլա հանգարց այս օրերու վերակրված բաներ, որոնք այն օրերուն պիտի գադարվեին, մենք ասենք, որ այս օրերուն պիտի լան եւ մենք մեզի դգարդեցնենք, որովհետեւ այն օրերուն, երբ գայսրությունը դեր գհալածեր, որովհետեւ ինք գրնար, թեև այսօր ալ երգիրներու մեջ հալածանքներ գլան, ուր դակավին քրիստոնեությունը լման չեն ընդունած եւ գահագարագին ու գահալածեն, բայց աշխարհի վրա քրիստոնեությունը ընդունված է այսօր, նույն ցևի հալածանքներ չեն ըլլար, դարբեր ցևերով գլան, չեմ գնար ակնկալել հանգարց հիմա մեկը պիտի կա աշխարհի վրա իշխանությունը պիտի ունենա, որ այլևս քրիստոնյաները երկրի վրա լման պիտի հալածվին։ Ընդհանրական չի գնար հալածվին, որովհետեւ արդեն քրիստոնեությունը հաստատվեցավ։ Եվ անիկա իր բարձրանալու վիճակի մեջ է, թեև հալածանքները պիտի ըլլան, դժվարությունները պիտի ըլլան, այս եւ այն պիտի ըլլա, բայց մինչեւ այնադեմ որ եկեղեցին աշխատի իր մեծնալու աշխատանքի մեջ պիտի ըլլա, նույնիսկ եթե մարտիրոսներու ժամանակը նորեն կա, դակավին եկեղեցին մեծնալու հանգրվանի մեջ պիտի ըլլա, եթե սկիզբը մարտիրոսներ ունենալով անտերց եկեղեցին գմեծնար ու գծաղգեր ու գդարածվեր, ինչքան ավելի այսօր, որ մենք երկիրներու մեջ եւ զանազան դեղերու մեջ կրնանք տեխնոլոգիայի արդիական միջոցներով հասնել զանազան ցևերով, ռադիոներով, քիրքերով, տելևիզիոնով եւ զանազան ցևերով գրնաս հասնել արդեն մարդոց փրկության համար աշխատանք դանել, գրնաս DVD-ներ գրել, գրնաս զանազան բաներ գրել, արդեն արդիական միջոցներն ալ քեզի շատ կօգնեն։ Հետեւաբար սխալ պիտի լա ընդունել, որ ժամանակը պիտի կա եւ մենք անշարժ պիտի մնանք։ Ժամանակ մը կա եւ մենք այլես դգարը լանք իրապես այդ խոսքերը այդ ցև բացադրելով։ Հայտնություն 13 16-ն 18-ը։ Եկ գարտանք միասին 16-ն 18-ը։ Ան գստիբեր բոլորը, այսինքն բզդիկներն ու մեծերը, հարուստներն ու աղքատները, ազատներն ու ծառաները, որ իրենց աջ ցերքին վրա կամ իրենց ջագադին վրա թրոշմ ընդունին, որբեսի մեկը չգրնա քնել կամ ծախել, բայց միան ան, որ ունի թրոշմը կամ կազանին անունը կամ անոր անվանը թիվը։ Հոս է իմաստությունը, ով որ միտք ունի, թող հաշվե, այն մարդկովինս է հաշվե, կազանին թիվը, հաշվե կազանին թիվը, քանզի մարդումը թիվն է ու անոր թիվը 666 է։ Ասիկամ ֆիլմեր ունի, պատմություններ ունի, քրատարանները լեցնող քիրքեր ունի, եւ շատ մահավատացյալներ կան, որ ադոր համացային գտիրեն, բայց իրականությունը բարձ է եւ իրականությունը զանազան ցևերով կբացադրվի, բացադրված է եւ դակավին պիտի իր ղարքին ունենա շարունակողական ալ բացադրություններ։ Ուրեմն թեև ուսուցիչներ կխոսին, ֆիլմեր կշինվին, բայց շատ հստակ է, որ Ներոն անունին համապատասխան թվանշաններուն գումարը 666 է։ Գիտենք, որ հռոմեական դարերը շատ անգամ TV դեր կգործածվին, քանի օքի գիտե, 1, 2, 3, 4, 5, X տնեն է 10 է, անգլերեն V տնեն է 5 է, անորքով մեգավելցնեն 6 է, անոր մե արջև մեգավելցնեն 4 է եւ այլն։ Այսպես գիտենք, որ արդեն իրենց դարերը գործած էին թիվսելով, հայերենի մեջ նույնն է, արաբերենի մեջ նույնն է, եբրայերենին մեջ ալ իր ղարքին նույնն է եւ հետեւաբար երբ հռոմեական այս դարերը կտեսնենք, ուրեմն 666
6-ի հանդիպիլը իմանանք։ Նույնպես ովևէ ուսյալ հրյա գրնար գարտալ եւ համրել Ներոն գայսրին անունին դարերը։ Հետևաբար երբ կտեսնենք հռոմեական այս դարերը, որ D, C, L, X, V եւ 1 այս դարերը կան, ընդհանրապես գրնանք հասկանալ, որպես միջոց կամ ցև մներ 666 ըսելու։ Թիվ մնե որ դուրս կբերեին։ Ուրեմն Եբրայերենով Ներոն գայս անունը կկրվի NRWN եւ նորեն QSR, այս երկու բառերը երբ տնեին, իրենք Ներոն գայս գարտային, որ այսպես կրված գլա, Նրոն կսր։ Ինչ որ այս ցև իրենք գարտային, որ աս գարտալը փոխանակ անունը տնեին, որովհետեւ եթե գարավարությունը եւ գայսրությունը դեսներ, որ տուն քիրքի մեջ ունիս սատանային խորհրդանիշ տալով Ներոն գայսրը որպես սատանան գոչես կոր քեզի վտանգի կենթարկեին անորամար իրենք փոխանակ ասեն այսինչը ն իրենք 666 թիվը կրած են ինչպես անցյալ անգամսի ցուգի նշանը գա մինչև այսօր օտոներուն յետևը գտնեն այսպես եւ այնպես ուրեմն Հովանես թիվ կորցածած է այդ նպատակին համար այդ ճշմարտության համար Ուրեմն Աբակայի գադարումի գարձիկի հետևորդները ֆյուչերիստները գսեն թե ները պիտի գարավարե դնդեսությունը աշխարհի ինչպես նաև մարդկության ծախսելն եւ հաշիվը եւ անորամար գսեն որ ասիգա պիտի ըլլա օրին մեկը պիտի կա անցմը որ մարդոց ցերկերում մեջ պիտի տնե չիպը Ջագադին պիտի տնե չիպը ուր որ երտաս միայն եթե այդ չիպը ունիս գրնաս ադոր հետ տրամձախսել եւ կամ ադոր հետ այս կամ այն բանը անել եւ միայն ադոր գետրոնացած են հիմա ամեն անգամ որ քրիստոնյամը չիպ մտեսնե որում վրա 6 թիվը գա գսե ասիկա սատանայեն է եւ Չեմ գիտեր մենք ինչ պիտենք, եթե մեր բեմո բան կնալ հանգարց 6-ով թիվ մահանե մեր կրեդի կարտերուն, այլևս պիտի չճամփորդենք եւ պիտի չկործածենք։ Չեմ գարձեր այդպես բան պիտենք, բայց շատ ավելի կարեւոր է, որովհետեւ մենք արդեն դրամը կործածենք, արդեն կրեդի կարտը կործածենք, վրան եթե թիվ մը կրվի մեր բանկը սատանային չլար։ Դա գամի մեր հաշիվն է ադիգա, եւ ադիգա մենք պիտի ծախսենք Աստվածա վայել ցևով։ Ուրեմն ճիշտ ադոր համար է որ 666 թիվը տրված է եւ գսե թե մարդու մ հաշիվն է, հաշիվին թիվն է, ուրեմն գսե հաշվե այս թիվը։ Ուրեմն դու պիտի հաշվես եւ նայես որ ինչ կուկա։ Բամության մեջ շատ անուններ եկած են, շատ մ դիկտատորներ եկած են, որոնց անունին թիվը նորեն ելած է 666 գրնա շատ քեղեցիկ կերպով դիրոճմով ադիգա տասավորված լալ եւ գամ բադահական լալ եթե գուզես ասել բայց եւ այդպես մենք գիտենք որ պետք է այս ճշմարտութենեն ուղված մեր ընթացքը շարունակենք հաջորդ գլուխն ալ պիտի առնենք 14-րդ գլուխը 1-ին 5 համարները հաջորդ գեդին մասին է որ ինչ է Փափելոնը գտեսնենք 14-րդ գլուխի մեջ որ գխոսի Փափելոնին մասին 14-րդ գլուխը գսկսի խոսելով 144,000 հաշվող Աստծո ժողովրդին մասին, որոնք Աստծո քահին արչև նոր երկ գերքեն։ Կարդանք, դեսա որ քառնուկը գայներեր Սիոն լերանը վրա ու անոր հետ 144,000-ը, որոնք ունեին անոր անունը, անոր հորը անունը իրենց ջագատներուն վրա գրված։ Ասոնք գապչունին 7-րդ գլուխի մեջ հիշված Իսրայելի ժողովրդին 144,000-ին հետը, որոնք ամեն մեկ ցեղե 12 ցեղերով առնելով գդարվեցան, ասոնք առաջին քրիստոնյաներն են, որոնց ջագադին վրա հոր եւ որդիին անունը գրված է, հայտնություն 14:1-ին համաձայն։ Ասոնք անոնք են, որ գիներու հետ չխառնվեցան, քանզի գույս են։ Ասոնք քառնուկին յետևեն գերտան, ուր որ ան երթա Այսինքն քրիստոնյաներն են մեկ խոսքով, ասոնք մարդոց մեջ են քնվեցան Աստծո ու քառնուկին երախայրի լալու։ Բամությունը մեզի գահիտնե թե երկու մեծ հալածանքները դեղի ունեցած են առաջին թարուն ընթացքին, Ներոնի իշխանության օրերուն 64-ին 68-ը եւ Թոմիդիանոսի իշխանության օրերուն 81-ին 96 ժամանակա շրջանին Բամությունը մեզի գահիտնե թե այդ օրերում մարտիրոսներուն թիվը պատմական օրեն գտնանք որ 144,000 հոգի եղած են այդ ժամանակամիջոցներուն մեջ սպաննվածներուն թիվը Ուրեմն հայտնություն
14-րդ գլուխ 6-րդ համարեն մինչև 7-րդ համարը կտեսնենք, որ ավետարանի դարածվելուն մասին կխոսի Հովհաննես Առաքյալ։ Համարը գսե 6-րդ համարը, եւ ուրիշ հրեշտակ մը տեսա, որ գթրջեր երկնքի մեջ եւ ուներ հավիդենական ավետիսը, քարոզելու բոլոր ազգերուն ու ցեղերուն եւ լեզուներուն ու ժողովուրդներուն, որոնք երկրի վրա կփնագին։ Ուրեմն ասոր համար այդ դժվարության ժամանակներուն եւ մեր կյանքի օրերու մեջ, երբ դժվարությունները լան, բادرազները լան, պետք է որ մենք հոգիներու փրկության համար ակնկալություն ունենանք եւ պետք է որ այդ ժամանակներուն նաեւ մենք տեսնենք, թե ինչպես պիտի գարենանք հասնել մարդոց։ Գարտամ 7-րդ համարնալ, ան մեծ ցայնով գսեր, Աստուծմե վախցեք ու փառք տվեք անոր, վասնզի անոր Տադաստանին ժամը եկավ ու երկրբակություն ըրեք անոր, որ ստեղծեց երկինքը ու երկիրը եւ ձովը ու ճուրերուն աղբյուրները։ Ուրեմն արիթմներ դժվարություններու ժամանակ, որ նաեւ ապաշխարությունը քարոզվի։ 8-րդ համար Պապելոնի հոգին։ Հունցքեն ամիջապես յետ առաջին հրեշտակը կնաց եւ ուրիշ հրեշտակ մի եկավ հրճագելով։ Ինգավ մեծ Պապելոնը, վասնզի բոլոր ազգերը արփեցուց, ինք Պապելոնը իր գադաղի բորնգությանը քինիով։ Հիշեվոր Հովհաննես երկինքեր եւ գտիդեր հոգեվոր աբես։ Եվ հոգևոր շարժապանությունը, այսինքն դայնամիկսը, որ բնական ազդեցություն ուներ երկրի վրա։ Միշտ ըսվածները իրենց յետին ունեին հadouk պատկեր։ Ուրեմն մենք պետք չէ այդ անունով երկիր փնտրենք այսօր։ Պետք չէ ասենք Պապելոնը ինքն է միայն բորնգություն ունողը, չարություն ունողը, անաստվածություն ունողը, որովհետև մենք կտեսնենք, որ այսօր աշխարհի 4 կողմը արդեն այդ մեկը դարածված է, նույնիսկ հավատքի եւ հոգեվոր շրջաններու մեջ այդ մեկը դարածված է։ Հաբանային Պապելոն անունին յետին եղող զորության, այսինքն թիվային ուժերուն։ Աստվածաշնչական բաղմության եւ ընդհանուր բաղմության ընթացքին մենք կտեսնենք, որ Պապելոնը ջանցված էր որպես մեղքի գետրոնը։ Հետևաբար ամեն անգամ որ մենք Պապելոն անունը տեսնենք, ուղղակի Պապելոնի մասին չի խոսիր, Աստվածաշունչի մեջ հստակ կլա, ավելի գետրոնացումը մեղքի մասին խոսելն է։ Ետքը մարգարեներուն օրենուն Պապելոնի թագավորը հբարդությունը իր կակատնագետին հասցուց, երբ ըսավ, երկինք պիտի ելեմ ու իմ աթորս Աստծո աստղերեն վեր պիտի բարձրացնեմ։ Եվ նորեն Պապելոնը, երբ շատ անգամ Պապելոն անունը դրվի, գփորձենք ադով հայտնել մարդումը իշխանությանը հբարդությունը, մեղքը եւ գփորձենք նաեւ հայտնել անցին եւ իշխանության հբարդությունը, որովհետեւ գտեսնենք կսե ինչ պիտի պիտի ելե եւ Աստծո աստղերեն վեր իր աթորը պիտի տնե։ Հայտնության քիրքի մեջ Հովհաննես Պապելոնի հբարդությունը նկատի ունենալով գսե, որչափ որ փարավորեց զինք եւ զեղությամբ ապրեցավ, այն չափալ դանչանք եւ սուկ հադուցանեցեք անոր, վասնզի իր սրդի մեջ գսե, ես թակուհի եմ, որպեվարի չեմ եւ բնավ սուկ պիտի չտեսնեմ։ Հբարդություն ունի եւ իր հբարդությունը իրեն կհասկացնե, կբացատրել ինքը մահաբիդություն ունենա, սուկ պիտի չտեսնե, նեղություն պիտի չունենա, դգարություն պիտի չունենա, իր հբարդությունը իրեն կհայտնե, որ ինքն է ամեն ինչը։ Իր մե բարձր չի գա եւ ամենաբարձր դեղի ինքը կգրավե։ Ուրեմն Պապելոնի յետին եղողը ընդհանրապես մեղքի հբարդության եւ չարություն ընելու հոգիներն էին, թևերն էին, որ անոնց յետին էին։ Թեև այսօր Պապելոնը գործանած է եւ այլևս Պապելոն անունով ուղագի բամը չունենք, բայց դա գավին մենք կտեսնենք Պապելոնի այդ հոգին, հբարդության հոգին, մեղքի հոգին աշխարհի 4 կողմը երկիրներու մեջ եւ զանազան ցևերով դա գավին գդիրե եւ իր կորձը գադարե կորձած գայսրություններուն մեջ մարերու, բարսիկներու, հույներու եւ հռոմեական գայսրություններուն մեջ կտեսնենք նույն հոգին շարունակված է եւ հայտնության մեջ դագավին Պապելոնի մասին գխոսի, Պապելոնը խորհրդանիշ է մեղքի, հբարդության, անիրավության եւ Աստծո հերու եւ Աստծո թեմ ապրված կյանքի հետ կգապվի։ Ուրեմն 8-րդ համարը Պապելոնի անգումին մասին գխոսի։
Մենք քիչիկ առաջացինք ինչպես Պապելոնի իննալուն հետ գապ ուներ ավետարանչությունը։ Պապելոնը երբ գինար իրականության մեջ ոգեղեն իշխանությունները ինչ գլային, իրենց ուժ եւ իշխանությունը կգործընծնեին եւ հետեւաբար ադիգա լավ արիտ էր, որ Աստծո շնորհքով երկինքեն դրված հաղթության հետ գաբակցապար մենք ավետարանչությունը կատարենք։ Եվ որովհետեւ իշխանությունը գինար ասել է թե ավետարանչության համար թրները բացվեցան։ 14-ն 16 համարները պիտի կարդամ, կսե դեսա ամբը ու այն ամբին վրա մեկը նստեր էր, որդի մարդո նման, եւ իր գլուխը ոսկի է բսակը ու իր ցերկը սուր մանկաղ ուներ։ Դաջարեն ուրիշ հրեշտակ մի ելավ, որ ամբին վրա նստողին մեծ ցայնով գաղաղեր ու գսեր. «Երգնցուրք ու մանկաղդ ու հնցե», վասնզի հնցելու ժամանակը եկավ, վասնզի երկրի հունցքը հասունցած է։ Ան որ ամբին վրա կնստեր իր մանկաղը երգնցուց ու երգիրը հնցվեցավ։ Ասիկա ինչ էր լավ մը հունցք եղավ երկրի մեջ հոգիներու փրկության հետ գաբակցապար։ Մենք պիտի նկատենք բացության մեջ եթե լավ հետևենք, որ քրիստոնեության վիճակը հռոմեական գայսրության մեջ ամենահատկանշականն էր 312-313 Քրիստոսե յետ թվականներուն։ Այդ ժամանակներեն առաջ քրիստոնյաները հալածված էին միշտ, երբեմն շատ եւ կամ ուրիշ անգամներ ավելի մեղմ, բայց այդ ժամանակամիջոցին մենք կտեսնենք, որ ամենահատկանշական ժամանակն էր, երբ իրենք գրցան Աստծո խոսքը մտցնել։ Ինչու այդ ժամանակամիջոցին էր, որ գայսրությունը սկսավ ինալ եւ գայսրության գլուխը թիվային ուժերը չեղան, սկսավ քրիստոնեությունը ընդունողը լալ, որ մեր այդ վերջավորության քրիստոնեությունը ինքը դարձավ այդ գայսրության փուն գլուխը։ Ուրեմն մենք կտեսնենք, որ երբ դեղի մեջ գինա թիվային ուժը, այն ադեն է որ գհաչողի ավետարանչությունը։ Հետևաբար նույնը մեր կյանքերու մեջ կնենք, եթե մենք ուզենք, որ մարդիկ Հիսուսի կան, կարևոր է որ մենք այդ մարդոց 4 կողմ եւ այդ մարդոց կյանքերուն վրա զանազան ցերևերով անաբաշխար կյանքը ապրելու թրթող հոգին գոդրվի։ Անորոմար, եթե դու գուզես որ մարդիկ դարձիկան, պետք է այդ մարդոց համար աղոթես, այդ մարդոց համար հրճագում ունես, այդ մարդոց համար ձոմ ունես, որովհետև դու ասով երկինքի ուժը պիտի բերես մարդոց վրան, որբեսի ինա թշնամին իշխանությունը եւ ավետարանչությունը եւ հոգիներու փրկությունը հաջողություն գտնե։ Հազարավորներ կմեռնեին մինչև Գոստանտին Գայսրը իշխանության գլուխ եկավ։ Ան բادرազմի երտալի առաջ դեսիլք մտեսավ, դեսիլքի մեջ դերը իրեն հասկացուց Քրիստոսի նշանը Տրոշակին վրա ունենալով, եթե երտա բادرազմի պիտի հաղթե, ինքը իրաբեսալ այդպես գադարեց զինվորներու վահաններուն վրա եւ տրոշակներուն վրա այդ երկու դարերը տրավ, Քրիստոսի անունին երկու դարերը տրավ, ան հաղթեց եւ այդ պիսով քրիստոնեության մեծ նեցուկ եղավ այդ ժամանակին եւ երբ ինքը նեցուկ եղավ ավետարանչությունը ինչ եղավ մտավ։ Ուրեմն գտեսնենք հերթականորեն կգադարվի եւ բեկչունինք այսօր սպասելու մեկը որ պիտի կա մեզի պիտի արկիլե հռոմեական գայսրության պես կամ Պապելոնը պիտի կա մեզի պիտի արկիլե մենք պետք է մեր հավատքին մեջ կենանք եւ Քրիստոսով աղոթ կնենք որբեսի իր զորությունը ոգեղեն իշխանություններուն վրա կա ինչպես գրված է Եփեսացիներու նամակի մեջ եւ ուրիշ շատ դեղեր անգե հետ մենք սկսենք մտնել եւ դիրոց զորությունը հաջողության հասցնել։ Ամեն մենք գմերժենք այդ սովորությունը, որ համայնքները գբաղին, քաղց կլան եւ կամ համայնքները գզկսին ասել, որ միան ժողովրդին ծառայող գրասենյակներ կան եւ պաշտոնյաներ կան, մենք ուզենք հավատքի հոգին քալե, բայց որբեսի հավատքի հոգին բահենք, մենք հավատքի հոգին բայելու համար պետք է աղոթ կնենք, Աստծո խոսքը կարդանք, մեր դուներեններս Աստվածաշունչերը քրատարաններուն վրա պիտի չլան, բարձերուն տակ պիտի չլան, քրատարաններուն մեջը գեցած փոշիներուն մեջ պիտի չլան, պիտի ամեն օր գարտացվին։ Արիտ պիտի չունենա փոշին այդ քիրքին վրա նստելու, ոչ այլ քիրքը փած մեկտեղ պիտի տնենք, այդ քիրքը պիտի գարտանք, որովհետև անոր մեջ ինձի խոստում կա։ Անիգա լապտեր չէ, որ դունիս մեջ լույս տա։
Անիգա փանամ որ մեկ էջնալ տնեմ դագավին ես պետք է էլեկտրականության տրամ վճարեմ, որովհետև գոջակը պիտի գողեմ, անիգա ինձ լույս պիտա։ Միան եթե ես գարտամ, ներքնաբես գլուսավորվիմ, սատանային թեմ գենալու իմաստությունը, գիտությունը, արթնությունը կունենամ եւ աշխատանք կդանիմ։ Հետևաբար մենք պիտի ուզենք Աստծո խոսքը մեր մեջ ողջ արթուն մնա։ Պապելոնի ինալուն հետ ավետարանչությունը այսպես գապ մը գտնենք Հիսուսի խոսքերում մեջ ալ որ Ղուկաս 10-րդ գլուխ 18-րդ համարի մեջ էր աշակերտները ավետարանչության կացին եւ ավետարանչության են վերադառնալ ետք այսպես եկան Հիսուսին ուրախ կբատմեին Հիսուսալ իրենց ասավ Սատանան փայլագի պես երկինքեն վար ինգած կդեսնեի ինչ որ Հիսուս իրենց քարոզելու հրամանը իշխանությունը տվավ աշակերտները կացին քարոզեցին Հիսուս ինչ կդեսներ սատանային ուժը գոդրված իշխանությունը ինգած եւ դաբալած նույն ցևն է որ այսօր երբ Եսուտուն Աստծո խոսքը կքարոզենք թեև հագարագություն գլա բայց ճշտամին ուժը գինա ադորամար մենք պետք է քարոզենք որ մարդիկ Հիսուսի կան Մարդիկ ուրիշ պատճառաբանություն ունին լեզուն ջարդար է լավ գթարնա լավ վրատ կխնտա լավ պատասխան կտա ամեն ախպանոց երտալի կենադոնք ինքը դագավին հոգին փրկությանը պետք ունի ամեն եւ Հիսուսի հետ կյանքը ապրելու պետք ունի եւ ես ու ցուն տեսփանն ենք այդ մեկը իրեն գերագրելու եթե ինքը գանչված է փրկության գամ գերագուրը գուդե առանց չարչարելու գամ մենք իրեն պիտի գաբենք եւ գերցնենք ամեն որովհետև Հիսուս գուզեգա որ ինք փրկվի ինչպես բզդիկները եթե չար գենան կփրնես գնստեցես հոսպիտ կենաս մի շարժից բիդու դեսաս կերագուրը կամ գերտաս հետը խաղալու ադենգը գերցնես ինչու պետք ունի այդ սնունդին նույնպես են մարդիկ պետք ունին մենք պիտի կարոզենք ամեն եւ այս դոնական ժամանակներուն շատ կարեւոր է այդ մեկը անել հալելույա ուրեմն ամբողջ Բամության մեջ դժվար է գտնել 4-րդ եւ 5-րդ թարերուն նման ժամանակը, երբ Կոստանտինի դարձը եւ հոգիներու փրկության մեջ ադոր արդյունքը ավելի զորավոր եղած է սատանային իշխանությունը ջզմելու համար։ Այդ ժամանակին, որ ինքը իշխանության գլուխի եղավ 4-րդ եւ 5-րդ թարերուն ամենա դժվար ժամանակն էր սատանային։ Նույնիսկ երբ մեկը մորթեր, մեկում արյունը մեկում վրա կարադա դարձի ու կար։ Այսինքն մեկում արյունը թափելն ալ իրեն համար այլևս լուծում չեղավ։ Մեկը սպանած ադենը սպաննողին, զարնողին արյունը, մերնողին արյունը զարնողին վրա երբ կար դարձի ու կար։ Բաղմությունը եթե գարտակ կտեսնեք ինչպես մեջը հազարավոր բաղմություններ կան ասոնց նման։ Եվ հետևաբար սատանային ուժը ջզմվեցավ ավետարանը քարոզվելուն եւ դարածվելուն միջոցով։ Եվ մարդիկ որովհետև հագարակ ցևը ապրած են, բահաճ ու մերծուցած են Աստծո խոսքին դարածելը, ամճնալով, այս եւ այն պատճառաբանություններով այսօր ելած են դուրս ասելու սատանան զորացավ։ Սատանային ուժը դիրոջ խոսքով կգդրվի, շարժապանությունով դեսավ Հովաննես Արաքյալ եւ հայտարարեց եւ ադիգա երկրի վրա կատարվեցավ իր ժամանակի մեջ երբ մենք ճանչնանք Աստծո խոսքը այս ժամանակվան համար թշնամին զորությունը մեզի արկել պիտի չլա որովհետեւ թշնամին պիտի գոդրվի Աստծո հաստատածին համաձայն եւ դարձի պիտի կա այն գայսրությունը որ գհալաձեր հազարավորներ կսպաներ ինք դարձի եկավ ամեն քանոք հասկացա մեր ճիշտ գեցվածքը լուծում պիտի բերե կարևոր չէ ով է անցը մեկ ենք դարձիկա գլխուս վրա ինքը ինչ ունի ինչ ունի ամենայն հարկանքով բոլորին բայց եթե Հիսուսը չունի իմ ճաշտոնը իրեն Հիսուսը ներկայացնել է ինձի կսիրե ինձի չի սիրեր ես իրեն հանդեպ ընելիք ունիմ փոխանակ երբ ես երկինք երտամ Հիսուս ինձ ասե այս մարդիկ ամեն օր կովը դեին բանի բեք չունեին մեկ հատ ագանչնին Հիսուս անունը լսելու թող որ իրեն ասե Գևորգը եկավ, Պանոսի եկավ, Հուրին եկավ եւ քեզի խոսեցան այս արիտներով, բայց դու մերժեցիր։ Իմանցան կշչայելևս։ Չեմ ուզեր այդպես լա, բայց կոնե ես իմ պետք կսպիդանեմ։ Ամեն։ Հալելույա։ So